հակակոռուպցիոն կոմիտեն ավելի շատ կամ գրեթե հիմնականում ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին և չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումներին։ Դուք օրինակ ուսումնասիրում եք գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ, որ կրում են, ինչ միջոցներով են կրում, հետաքրքրվում եք, ասենք, եթե բաճկոնը, ասենք, $100,000 գերազանցում է, դա նվեր է, թե կարելի է այդ նվերը ընդունել, հանրությանը հետաքրքրող տեսակետ է, ինչու է հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը գրավում ոչ թե գործող պաշտոնյան, այլ նախկին պաշտոնյան։ Կոռուպցիայի չափելիության հետ կապված էր հարցադրմանը, այդ մասով կարող եմ ասել միջազգային մի շարք կառույցներ կան, որոնք գնահատում են կոռուպցիայի ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, մենք առանձին այդ մասով ուսումնասիրություններ և ըստ էության վիճակագրություն փալային չունենք, բայց կարող ենք ասել, որ բացահայտման առումով ունենք դրական դինամիկա և ըստ էության նաև համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այսինքն նույնիսկ գերատեսչությունները իրենց ներսում ստեղծել են հակակոռուպցիոն վարչություններ, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ, որոնք պայքարում են կոռուպցիոն երևույթների դեմ և այդպիսիք հայտնաբերելու դեպքում նաև հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեին։ Այս առումով կարող եմ ասել, որ ունենք բացահայտման տեսանկյունից դրական դինամիկա, ինչը ոչ թե խոսում է կոռուպցիոն երևույթների, կոռուպցիոն հանցագործությունների աճի մասին, այլ բացահայտման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքների մասին։ Եվ հաջորդիվ անդրադարձ կատարելով ձեր այն հարցադրմանը, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն պայքար է մղում բացառապես նախկին պաշտոնյաների նկատմամբ, ըստ էության այդ պնդումների հետ համաձայն չեմ, քանի որ թվարկված նաև հետապնդումները, քերական հետապնդումները մեծամասամբ ըստ էության վերաբերելի են գործող պաշտոնյաներին, ոչ թե նախկին պաշտոնյաներին, տոկոսային հարաբերությամբ այս բանը չեմ կարող նշել, սակայն հակակոռուպցիոն կոմիտեում այս բանին ևս իրականացնում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներն են, այլ գործող պաշտոնյաներն են։